Ողջույններ ձեզ, այսօր կանդրադառնամ ազգային ժողովում այսօր տեղի ունեցածին, որովհետև հետաքրքիր ասոցիացիաներ ստեղծեց Հայաստան Դաշինքի հետ կատարված մի իրադարձության հետ 2023 թվականին, երբ որ Հայաստան Դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանը ապտակել էր Վլադիմիր Ջանին եւ հետո իրեն կալանավորել էին, իսկ հետո Մհեր Սահակյանը զոհվել էր ավտովթարի հետևանքով եւ այդ ապտակի պատմությունից հետո իր կուսակիցներն են, որ ասում են, որ իրենք առանձին կխոսեն եւ կարգի կհրավիրեն Մհերին։ Այն ժամանակ ապտակ էր տեղի ունեցել, իրադարձությունը կարող եք Google-ով որոնում տալ, որովհետեւ այն ինչի դիմաց Վլադիմիր Ջանը ապտակ էր ստացել, ավելին է արժանի, քան ապտակին։ Այսօր ազգային ժողովում Էդգար Ղազարյանը շատ ճիշտ ելույթ ունեցավ, հետո ստեղծվեց ինչ-որ տարօրինակ իրավիճակ, որը Նարեկ Կարապետյանի գնահատմամբ էքստրաորդինար է։ Ես ուզում եմ մենք լսենք Էդգար Ղազարյանի ելույթը, որտեղ այս էքստրաորդինար բան բացի նրանից, թե Նարեկ Կարապետյանը ինչ է բառ օգտագործեց, ես այս process-ում չեմ տեսել, խնդրեմ։ Ազգային ժողովի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների արգելի պատգամավորներ, նիստին հետևող քաղաքացիներ։ Խորհրդանշական է, որ Հայաստանի ազգային ժողովում Թուրքիայում հետազոտական կասկածելի հանգամանքներում եւ ֆինանսավորմամբ ծրագրի դրամաշնորհի շահառու է ոչ միայն ազգային ժողովի նախագահը, այլ նաեւ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Եվ սա միակ բանը չէ, որ կապում է Ռուբեն Ռուբինյանին եւ Սարգիս Խանդանյանին։ Նրանք երկուսն էլ խտրական վերաբերմունք են ցուցաբերել իրենց կողմից հայտարարված քաղաքացիների ընդունելության ժամանակ եւ պարոն Խանդանյանի հիմնավոր իր ենթադրյալ հանցանքի հիմնավոր կասկածի փաստով նույնպես դատարանի որոշմամբ նախաձեռնված է հանրային քրեական վարույթ եւ ես սպասելու եմ գլխավոր դատախազին նաեւ այդ միջնորդության համար։ Պատգամավորներից մեկը այս դահլիճում ասեց, արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը պետք է դատվի, եթե նրա մեքենան անցնի կարմիր լույսի տակով։ Կարմիր լույսի տակով անցնելը դա վարչական իրավախախտում է եւ ոչ մեկ դրա համար չի դատվում։ Իսկ եթե վարչական իրավախախտում է կիրառվում, ապա ոչ թե ուղևորի, այլ վարորդի նկատմամբ։ Ես դեռ չեմ լսել, որ Վեհապար Հայրապետի վարորդը նման հարցով վարչական պատասխանատվության ենթարկվի։ Բայց լսել եմ, որ կարմիր լույսի տակով անցնող վարչապետի ավտոշարասյունը սպանել է հղի կնոջը։ Եվ դրա համար ոչ վարչապետը, ոչ նրա անվտանգության պատասխանատուները, ոչ էլ այդ հրահանգը ստացած ոստիկանության ծառայողը իրենց արարքին համապատասխան պատժի եւ պատասխանատվության չեն արժանացել։ Միգուցե եթե այդ վարորդը ոստիկանության մայոր լինելու փոխարեն լիներ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս, անմիջապես ենթարկվեր քրեական պատասխանատվության, որովհետև մեր եպիսկոպոսները առանց որևէ հանցավոր արարքի համար են ենթարկվում պատասխանատվության։ Իսկ ինչ ասել այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2013 թվականի հունիսի 20-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում մեջբերում։ Այդպիսի մի արտահայտություն կա, չէ, որ եթե դու մի մարդ ես սպանում, մարդասպան ես։ Իսկ եթե հազարավորների ես սպանում, դու դառնում ես ականավոր զորավար։ Մեջբերման ավարտ։ Հիմա հասկանանք, թե ինչպես ժամանակին իշխանական գործիչների հետ ստվերային պայմանավորվածություններով մի լրագրող դարձավ ականավոր զորավար։ 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո, երբ մայիսի 9-ին գնաց Ստեփանակերտ, հանդես եկավ մի հայտարարությամբ, որ այլևս ինքը չի բանակցելու Արցախի անունից, ինքը լիազորված է բանակցելու միայն Հայաստանի անունից։ Այդ թեզը նա երբեք չի ասել, երբ եղել է վարչապետի թեկնածու մայիսի 2-ին կամ մայիսի 8-ին։ Այդ թեզն ասել է միայն վարչապետ ընտրվելուց հետո։ Եվ դրանից հետո նա այդ թեզը կրկնել է նաև ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ եւ 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում 100-րդ օրվա պաշտոնավարման ժամանակ։ Մեջբերում
Ուզում եմ ասել հետևյալը. ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը։ Ինչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր, որ միջազգայինորեն ընդունված բանակցային ձևաչափից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն էր, հայկական կողմի պաշտոնական բանակցողը պաշտոնապես միակողմանիորեն դուրս եկավ բանակցային գործընթացից։ Առանց այդ մասին խորհրդակցելու բանակցային մյուս հիմնական կողմի Ադրբեջանի նախագահի հետ, եւ որ ամենակարևորն է ԵԱՀԿ Մինսկի համանախագահող պետությունների ղեկավարների հետ։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ որ կա կոնֆլիկտ, իսկ բանակցողը դուրս է գալիս բանակցությունից, թողնելով կոնֆլիկտը միայն զարգացման փուլում։ Դա հանգեցնում է պատերազմի։ Իսկ երբ եղավ պատերազմը, խոսքը 44-օրյայի մասին է։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 2.5-րդ տարում։ 2.5-ը դա ազգային ժողովի լիազորությունների, հետևաբար կառավարության պաշտոնավարման մաքսիմում ժամկետի կեսն է։ 2.5 տարին նա հնարավորություն ուներ բանակցելու եւ հայկական կողմի իր համար ընդունելի թեզերը, եթե կար Ալմաթայի հռչակագիր, որ եղել էր 91 թվականին, կամ այլ թեզեր, ներկայացնելու որպես բանակցային կողմ, բայց նա դա չի իրականացրել։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, հարգելի գործընկերներ, որ պաշտոնավարման ողջ շրջանում Նիկոլ Փաշինյանի 18 թվականից մինչև 44-օրյա պատերազմը Իլհամ Ալիևի հետ նա ունեցել ընդամենը 1 պաշտոնական բանակցություն, ընդամենը 1։ Դա տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 19-ին Վիեննայում, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ հանդիպումը կազմակերպվել է նրա ջանքերով։ Նրանից այս հանդիպումից առաջ եւ հետո նա բազմաթիվ անգամներ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Գիշեք, Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ, Բիշկեկում հայտնի լիֆտի հանդիպումը, Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ, տարբեր Շվեյցարիայում տնտեսական ֆորումի ժամանակ, դրանցից ոչ մեկը չի ելել պաշտոնական բանակցություն։ Իսկ ինչ եղել պաշտոնական բանակցությունների փոխարեն։ Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների կասկածելի հանդիպումներ երրորդ երկրներում, այդ թվում Դուբայում։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խոստովանել է, որ ինքը առնվազն ամիսը 1 անգամ մշտական պարբերականությամբ երրորդ երկրներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հետ։ Բնականաբար այդ հանդիպումներից նրանցից ոչ ոք բանակցելու իրավունք չուներ, որտեղ նրանք դիվանագետներ չէին, արտգործնախարարներ չէին։ Այդ հանդիպումներից ոչ մեկին ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից որևէ մեկը ներկա չի եղել, եւ այդ հանդիպումների ժամանակ փոխանակվել են պետությունների ղեկավարներին միմյանց հասցեագրված փակ ծրարներ, որոնց բովանդակության մասին մեզանից ոչ ոք մինչ օրս որևէ տեղեկություններ չունի։ Եվ այս գաղտնի պայմանավորվածությունները շրջանցելով այն միջազգային ձևաչափը, որը լուծարվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ի թիվս այլ փաստաթղթերի, այդ թվում խաղաղություն կոչված փաստաթղթի նախաստորագրման, շրջանցելով դեռևս այդ ժամանակ ձևաչափը, մեծ զորավարը գնաց պատերազմի։ Գնաց պատերազմի մեր ժողովրդին պատճառելով անդառնալի մարդկային կորուստներ, հազարավոր երիտասարդների կյանքեր։ Մեր պետությանը միայն պաշտպանության բանակին այդ 44 օրերի ընթացքում պատճառելով շուրջ 5 միլիարդ դոլարի նյութական վնաս։ Արցախի առհասարակ քաղաքացիական օբյեկտների ընդհանուր վնասը գնահատված է ամենամոտավոր հաշվարկներով մոտ 100 միլիարդ դոլար։ Եվ դրա դիմաց ինչ են ստացել այս ամենի հեղինակները։ Պարգևավճարներ պարգևատրել են իրենց օրենքով չնախատեսված ֆինանսավորումից դուրս, ձեռք են բերել տներ, առանձնատներ, տնավեր դարձնելով 100,000-ավոր մարդկանց։ Իսկ ինչ են արել այդ պատերազմի արդյունքները։ Վերածել կապիտուլյացիան նորից 21 թվի պատերազմի, 21 թվի պատերազմը նոր կապիտուլյացիայի, խախտելով բոլոր բանակցային ձևաչափերը, կասկածելի ձևաչափերով, տանելով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6, որին նախորդել էր Ջերմուկի
պատերազմը, դրանից հետո նորից պատերազմ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին, նորից կապիտուլյացիա, Տավուշի հանձնում, սա է այս իշխանության դեմքը, պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ։ Իսկ երբ հարցնում են պատգամավորին, թե քեռին ոնց է, նա ուրախությամբ պատասխանում է, որ փառք Աստծո, լավ է քեռին, թող լավ լինի քեռին, բայց իմ քեռին չի կարա լավ լինի, որովհետև նրա անվանակից թոռնիկը Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող զոհվել այդ պատերազմում։ Իմ քեռին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել։ Երբեք չեն կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կոռեկտ եւ անբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լռություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Պարոն Կարապետյան, հիմա չեք կարող խոսել, ես ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր падգամավորի եւ չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ։ Հիմա չեք կարող, հիմա խնդրում եմ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագրի հետ վերադարձեք դահլիճ։ Հարգելի գործընկերներ, Յանիմ դուս են գա։ Պարոն Լևոնյան, ուր եք գնում։ Զբաղեցրեք ձեր տեղերը, նիստը շարունակվում է։ Վերադարձեք դահլիճ եւ զբաղեցրեք ձեր տեղերը։ Հաջորդ ելույթի համար Սուզաննա Ավետիսյան։ Այս ելույթից հետո մենք տեսնում ենք կադրեր, միջանցքում հավաքված քաշքշուկներ, համարյա բոլոր լրատվականները դա տվել են եւ ուզում եմ նաեւ միացնել Նարեկ Կարապետյանի արձագանքը։ Պետք է տեղի ունեցել իրավիճակ, որը էքստրաորդինար է, որի համար պետք է հանդիպենք խմբակցությունով եւ քննարկենք։ Ձևաչափը ժամը, որպեսզի ոչ կոռեկտ չլինեն, ասենք, կես ժամ այս կողմ, կես ժամ այն կողմ, լինելու է քննարկում։ Մինչև այս իրավիճակի քննարկումը։ Այդ Ղազարյանի դուք նմանատիպ քննարկում ունեցել եք, որ սրի իրավիճակը ձեզ էլ ավելորդ հարվածի տակ չդնի, օրինակ։ տեսեք, Նման իրավիճակը հայտնվեք։ իրավիճակը սրելու մասին քաղաքական խոսքի շրջանակներում բոլոր մեր գործընկերները կարող են ամենասուրբ քննադատության ենթարկել, որովհետև կա քննադատության շատ տեղեր, բոլոր ոլորտներում։ Մեր միակ փոփոխությունը, որ կարևոր այս ձևաչափի մեջ, որ մենք տեսնում ենք, դա խոսույթի փոփոխություն ազգային ժողովում, որը մենք քննադատել ենք նախընտրական շրջանում բազմաթիվ անգամներ։ Այսինքն վիրավորական Այո, դա ամեն ժամյա ես աշխատանք եմ տանում ու ասեմ, որ հեշտ չէ, որովհետև կա անջրպետ։ Մենք իրար հանդեպ ունենք խորը անջրպետ։ աշխատանքում եք տանում, Էդգար Ղազարյանի եւ թիմակիցների, թե Ամբողջ աշխարհի։ Ինչ անջրպետի մասին էր խոսքը։ Ես գտնում եմ, որ սա շատ ճիշտ ելույթ էր, շատ ուշացած, հաճելի կլիներ լսել նման խոսքեր նաև նախորդ գումարման ազգային ժողովում։ Ընդհանուր հաճելի կլիներ, որ ընտրությունների չգնայք դավաճան կապիտուլյանտի հետ։ Ոչ մի խոսք Էդգար Ղազարյանի ասածում, ոչ էքստրաորդինար էր, ոչ ինչ-որ այսպես առանձնահատուկ էր, ճշմարտություն էր փաստերի հիման վրա արտահայտված ճիշտ տեղին ու ես չեմ հասկանում ինչն է էքստրաորդինար Նարեկ Կարապետյանի համար, ինչն է իրան դրթել, որ ինքը առանձին հանդիպում ունենա падգամավորների հետ եւ խոսույթի հարց ունի։ Խոսույթի հարց պետք է ունենաս Կոնջորյանի հետ, ով որ անվանում է քո падգամավորի արտահայտությունները, խոսքերը անբարտավան,
ոչ կորեկտ, որտեղ էր Ամբարտավան եւ ոչ կորեկտ Էդգար Ղազարյանը։ Եվ դու Նարեկ Կարապետյան Կոնջորյանի հետ խոսելիք չունես, դու Էդգարի հետ ես խոսելու, եւ որ անջրպետ կա ձեր միջև, ում միջև անջրպետ կա, եւ ճիշտ հարցը լրագրողն է հարց տալիս, ասում է ում հետ եք խոսելու, Էդգար Ղազարյանի թիմակիցների, թե բա ընդհանուր, ինչից ես վախենում Նարեկ Կարապետյան։ Ես նախ տեսա Կոնջուրի ռեակցիան անտեղին, ես տեսնում եմ, որ ինքը եւ մնացած ԿՊԱ-ականները վախենում են Կոկոլի եւ Կեկելի պահվածքից իրենց հանդեպ, որովհետեւ դիկտատորը եւ դիկտատորի զուգընկերուհին իրենց ասել են, որ մեր հասցեին ինչ-որ բան եթե հնչեց ու դուք աբարոտկը չֆռացիք, տեսեք ձեր գլխին ինչ ենք բերելու։ Իրանք դիկտատորներ են։ Ու խոսույթի եւ բարեկրթության մասին խոսելիս ես ուզում եմ հասկանալ, որովհետեւ ամեն տեղ շեշտում ես, որ դու քրիստոնյա ես, եկեղեցու կողքին ես։ Կեղծ բարեպաշտության մասին կարդացած կաս։ Բարեկրթությունը ինչով է պայմանավորվում, կարող ես բացատրել։ Երբ որ հունիսի 7-ի գիշերը ընտրությունները գողանում է այս դիկտատորը, Թուրքի պատվերով, Եվրոպայի դաբրոյով, մինչև հիմա Ռուսաստանը չի շնորհավորել, Չինաստանը չի շնորհավորել, Բելարուսը չի շնորհավորել։ Ինչ բարեկրթությունից ես դու խոսում։ Մեր ձայները գողացել են, դու եւ քո հորեղբայրը հունիսի 7-ի գիշերը ոչինչ չեք նախաձեռնել, որպեսզի դա տեղի չունենա։ Դուք մարդկանց փողոց չեք հանել։ Ավելին, դուք հունիսի 7-ից հետո միշտ մարդկանց ուղարկել եք ստուդիաներ, ձեր շարքերում տարօրինակ աղջիկների ԿՊ-ական ծագման կամ Արմեն Սարգսյանի մոտ աշխատած, որ նույն ԿՊ-ականն է եւ Արցախ հանձնած դավաճան է, որը հիմա հանգրվանում է Անգլիայում, որովհետեւ անգլիական գահին շատ լավ ծառայել է ինքը, Ադրբեջանը պաշտպանելով Հայաստանից, BP-ի խողովակները պաշտպանելով հայկական հարվածներից, իր մոտ է աշխատել ձեր Գոհար Ղումաշյանը։ Արեգա Հովսեփյանը ԿՊ-ական է եղել։ Թավշյա կողմնակից Արցախում ապրող ինչ-որ տարօրինակ ծագման կենթանի, որովհետև իմ համար բոլոր նրանք արցախցիները, ովքեր Թավիշ են պաշտպանում, դուք տարօրինակ ծագման կենթանիներ եք։ Նեղացեք, ինչքան ուզում եք, ես խնդիր չունեմ դրա հետ։ Ես Նարեկ Կարապետյանը չեմ էլ։ Այդ երկու աղջիկներին ուղարկել է ստուդիա, որ պատմեն, որ գիտեք, մեզ հադրում են, երբ որ ասում են փողոց դուրս եկեք, այսինքն Գոհարիկ այսպես բիգուդիո փաթաթել է մազերը ու ասում են, որ ինքը չի կարող փողոցային պայքարը, երբ որ դուրս են գալիս մարդիկ փողոց, ինչ ասես կարա լինի, լիքը անսպասելի բաներ կարան լինեն։ Հա, իսկ այդ ժամանակ Գոհարիկի պես աղջիկները թոթունը բիգուդիները փաթաթած մարդու կողքը, երեխու կողքը, բլինչիկ տո փաթաթի ուզում եմ ասեմ։ Իրանով է նայում որպես փողոցային պայքարի առաջնորդ։ Կամ այդ Արեգային, որ բերում եք, պաթոսային բանից անող, անասուն ինչ-որ ելույթներ ունենում ձեր ցույցերի ժամանակ։ Կամու они нужны, իրանք ինչ, ասենք իմպես մարդը ընդդիմադիր պայքարի ճանապարհ, կարելի ասել կերտած նաև։ Ասենք քիչ տենց երկու հատ քաձես հանել, հիմա ես խոսում ես, մեկ ասես, oh my god, всё, փողոցային պայքար չենք անելու, կամ քեզ չեմ ասելու, եթե ընդդիմությունս բարեհաճի ճիշտ ժամանակ մարդկանց փողոցանի հիմա ամեն օր 2020-ի նոյեմբերի 9-ից հետո հատկապես ճիշտ ժամանակ է, որովհետեւ դու միլիարդ հատեր, հոպարդ եսիմինչ, պետքա որ դու դրա հետ խնդիր չունենաս, չէ՞։ Ինչ ես այսքան վախեցած այս տեսանյութում այսօրվա։ Ես հիշում եմ Արծվիկ Մինասյանի նույն ձևով վախեցած հայացքը, երբ որ իր կոլեգա Մհեր Սահակյանը իսկապես Հայաստանի պատվի ու արժանապատվությանը վիրավորող ԿՊ-ական անասունին ապտակել էր։ Ու որ Արծվիկը ասում էր, որ ինքը առանձին իրենք խոսելու են իրենց պատգամավորի հետ։ Փոխարենը իրենց գործընկերոջ կողքը կանգնեն։ Դու այսօր որպես խմբակցության ղեկավար պետքա քո գործընկերոջ կողքը կանգնես։ Ու այս մանկապարտեզ չի, որ ինչ որ կոնջորն է քեզ ասի, մի հատ խմբակցությանը տերախեքին տեր կանգնի, որովհետև ինքը դիկտատորի քաձա, ինքը դիկտատորի ջեբում վերընկած գյադա է։ Թուրքանշանակ,
թուրքը վճար, իրանց մոտ ասովի է, ինքը քեզ ասում է, որ դու քեզնից տարիքով փորձով ավելի շատ ճանապարհ անցած մարդուն ինչ որ բան ասես, ոնց որ յանիմ դուք է խմբակցություն եք, ու դու գնալու ես ասես, ինձ հետաքրքիր է ինչի բաց կամերաների առջև դու չես կանգնում, տղավարի, կոնջորին ասես, այն որ խոսքի պաշոլ են բանից, տղա ջան։ Որովհետև փողոց ես հուշ տարել, որովհետև մարդկանց ասել ես տունը նստեք, մեր վրա հույս մի դրեք, ձեր հույսը ինչ որ Ռուսաստանից կամ ուրիշ տեղից եկող հեռախոսազանգն է, որը եթե անգամ գա, ինքը պետք է շահարկի Ռուսաստանի շահերին ու հաստատ դա չի նշանակում, որ դա համընկնում է Հայաստանի շահերին։ Դու մեր շնորհիվ ձայն ստացած, այդտեղ վերընկած, մեր ձայնին ապավինելու եւ այդ ձայնը պաշտպանելու պատասխանատվություն կրելու փոխարեն դու հիմա ինչ որ տենց բան ես կազմակերպելու, որտեղ դուք խոսում եք, ու ես մի կողմից ուղակի այսպես մտածում եմ, տեսնեմ այդ խոսքից հետո ինչ ա լինելու, ասենք Էդգար Ղազարյանը մանդատն ա վայր դնելու, կամ խոսույթի հարց ունեմ, կամ խոսույթն ա փոխելու, ինչ է կանելու, պարոն վարչապետ, տիկին վարչապետի չպսակված, բաժանված, նորից չպսակված, ինչ որ կնիկ, ինչ որ թուրքի հարճեր, ձեզնից ձեն են գողացել։ Հետո Հայաստան Դաշինքենք ու Նիկոլենք ԲՀԿ-ի ձեները գողացել են մեջ են արել ու վեր են ընկել իրար ծոց այդ ազգային ժողովում ու այդ թատրոնը շարունակվում է։ Դուք մեր արժանապատվությունը բավականին ոչ բարեկրթորեն, այդ ցիրկը, որ դու մասնակցում ես, դուք համաձայնել եք այս ցիրկին մասնակցեք, դա անբարեկիրթ արարք է։ Դու ինչ ես բարեկրթությունից խոսում։ Դուք անբարեկրթորեն դավաճանել եք մեզ բոլորիս հունիսի 7-ի գիշերը, ինչպես որ ձեր նախորդող ընդդիմություն կոչված է տիտղոսային պրկիչի ղեկավարությամբ, որ նույնպես նստած Ռուսաստանից հեռախոսազանգ է սպասում, ու ձեր մեդիա միջոցներն ու ֆեյքերը իրար հետ կռիվ են անում, առայն թե ում է այդ հեռախոսազանգը առաջինը գալու։ То есть դուք այդքան չկամների ինչ որ ձագեր եք։ Իրանք էլ 2020-ի նոյեմբերի 9-ին փողոցում չկային։ Իրանք փողոց մենակ գալիս են այն ժամանակ, երբ որ ժողովուրդը շենք մտնելուց 5 պակաս է, ժողովուրդը կոնկրետ հաջողություն արձանագրելու է եւ հասնելու է կոկոլի ոչ միայն հրաժարականին, այլև բանտարկությանը, իրենք միշտ հայտնվում էին ֆանարիկի էին վերածում, չէ՞ իշխանչիկ։ Ու ուղարկում են մարդկանց տներով։ Դուք այդ ամեն ինչը ի սկզբանե կտրել եք, որ արդեն չհոգնեք են, որ այն ի սկզբանե հունիսի 7-ից ի վեր ասում եք, որ դուք փողոց չեք հավաքելու եւ այլն։ Ու հիմա Էդգարին ցուցադրաբար թիրախավորում են, որովհետեւ ոչ մի բան իր խոսքում չկար, իր պահվածքում, որը իբր թե տենց հիպիշ, հետո բոլորով դուրս գաք, ինչ որ տենց միջանցքում, ոնց որ ինչ որ տենց ես բաներ տեսել եմ, ասենք Չարբախում մեր շենքի հետևը լավ տղեկը հավաքվում են ինչ որ բազարների։ Իրանք իսկականից լավ տղեկ էին, բայց ի տարբերություն ձեզ։ Իսկ դուք Վանո Սիրադեղյանի Գյադեկ Էսյան, Գյադեկ Էնյանն եք։ Դուք իմенно Գյադեկ Էսյան, Գյադեկ Էնյան եք։ Դուք Գյադեկ եք։ Դու գյադայություն ես արել մեր ձայներով, դու անբարեկիրթ մարդ ես։ Դու ինչ իրավունքով ես ասում, մենք ինձ դժվար է, ես միշտ բարեկրթությունից եմ խոսում, какой нахуй բարեկիրթ, տղա ջան, դու չգիտես որտեղ ես ապրում։ Որ ձեզ ամեն օր այդպես թուքումուր են տալիս, այսինքն մեզ, այդ դու ես թույլ տվել։ Սկզբում ասել ես ես կարաժնորդ եմ, ես կանեմ, հիմա տակը ես արել, ինչ ես տակը տարել, կարեմ հասկանամ, որն է դրա բարեկրթությունը։ Ես ուզում եմ այդ ձեր բարեկրթության մասին խմբակցության ժողովի տրանսկրիպտը լրիվ դրվի մամլո միջոցներում։ Ոնց որ այս քո անասուն վիդեոները, որ տենց անում ես ընդեղ իբր դու անտրված ժողովուրդ ես եւ այլն հրեաներից հետո երկրորդ տեղ, այդ անասունությունները ոնց ես հանրայնացնում։ Այս անասունությունը ուզում եմ դու հանրայնացնես, մի հատ տենամ որտեղ այդ ոչ բարեկրթությունը։ Կամ այդ որ պետքա ստեղծեիք սեքսի նախարարություն, սեքսի նախարարության կողքը մի հատ բարեկրթության նախարարություն է ստեղծելու։ Դուք տոյս Հայաստանը նայում եք տեղ, որտեղ դուք եկել եք բարեկրթություն սովորացնեք, ինչ որ սեքս սովորացնեք, ինչ եք սովորացնեք в целом։ Դուք ով եք մեզ ինչ սովորացնեք։ Հայաստանը ես եմ, ես քեզ պետքա սովորացնեմ, տղա ջան։ Որ երբ որ քո ընկերոջը, իսկ ինքը քո ընկերն է, ինքը քո մարտական ընկերն է, որտեղ երկիրը պատերազմի մեջ է, քանում են դալբայովների պատճառով։ Երբ որ իրան այսպես են անում, Ես քեզ իմ Չարբախի կյանքից կանոններ սովորացնեմ, որովհետև դու ինչ-որ պլուշկեքի մեջ ես մեծացել։ Եվ որ քո ընկերոջը բան են ասում, դու քո ընկերոջը բան ասող են, դաժե թե քո ընկերը ինչ-որ տես միտեղ եսի մեզ ունի կամ են ունի։ Դու պետք է այն բանից անես սկզբում։
Ու այն որ դու քո ընկերոջ հետ բան ես խոսալու, դա ես չպետք է իմանամ։ Ջոգիր ապե։ Բարեկրթությունը դա։ Քոնը բարեկրթություն չի, քոնը վախեկրթություն է։ Ձեզ վախացրել են։ Ֆինանսի պահովա, ինչի պահովա, ու այդ վախացնելու գործոնը իրանք միշտ են գտնելու բոլոր ժամանակներում, բոլոր օրերին, իրանք միշտ դիսկոմֆորտ են ստեղծելու, որպեսզի ընդդիմությունը ոչ մի բան չանի, քանի որ դու ալարել ես, տնային աշխատանք անես, մինչև այդ ձեր քաղաքական դաշտի երկնակամարում հայտնվելը ընտանյոք հանդերձ ու ասել է, որ մինչև մեզ ոչ մի ընդդիմություն չի եղել, մենք ենք որ կանք ու մենք ենք որոշումով ընդդիմություն եւ այլն, լիքը բաներ է եղել ու դու չես ուսումնասիրել դա ու դու չես հասկանում դրա օրինաչափությունները, ավելին ասեմ, ձեր ընտանիքը օգտվում է ինչ-որ տարօրինակ ծագման իսրայելցի քաղտեխնոլոգների ծառայություններից, թանգով, որպեսզի դուք հասկանաք հայ ժողովուրդը ոնց է հասկանում, ես կարող եմ ասել, որպեսզի մտածեք հայ ժողովրդի մտածելակերպի առումով, ոնց կարող եք մանիպուլացնել։ Նման քաղտեխնոլոգների վերցնում են եւ որ մանիպուլատիվ ինչ-որ գործունեություն են ուզում ծավալեն։ Բայց ինչպես որ ռուսն է ասում, որտեղ որ հայնա հրյան անելու գործ չունի, տղա ջան, քեզ էլ այդ անասուններին էլ ուպակովկա ենք անելու, ու չորտովի մատերի պասլետ անենք։ Այդ որ ասում ես իրանք ընտրյալ ժողովուրդ, դա չորտով մատերն է, այդ մատերի մոտ եք գնալու, չիմադանով։ Մի հատ հələ տեսել եմ ես, լսել եմ, դուք Էդգար Ղազարյանին ինչ որ տենց կարգի եք հրավիրում, տոլի չգիտեմ ինչ եք անում, տոլի ինչ որ եսիմ ինչ եք անում։ Այն որ գնա գալիս եմ ենք ձեզ անելու, տղա ջան։ Եթիմը, այս շաբաթ արդեն որ ստանում ենք ինֆորմացիա, Հայաստան ներս է թողել ադրբեջանցիներ, ովքեր չափագրումներ են անցկացնում, որտեղով է այդ թրիփ անցնելու, եւ որտեղ են դրելու էլեկտրասյուներ։ Եթիմը այսօր ասում է, հերիք է մեզ ասեք, որ մենք Հայաստանը կործանում ենք, մենք գիտենք, որ դա կործանում է, որ մենք կործանում ենք, ու դա օքեյ է։ Երեք Ալիևը ասել է, որ Հայաստանը հայերը պետք է հարմարվեն կապիտուլյացիա բառի հետ, դա նորմալ է։ Այո, մենք ձեզ կապիտուլացնում ենք։ Հետո ինքը տարբեր մեսիջներով ներկայացրել է, որ շուտով ինքը հարձակվելու է Հայաստանի վրա, որ ինքը զինվում է, ինքը հատուկ նշանակության ջոկատների թիվն է շատացնում, որպեսզի, ասես ասած չար գալի, որպեսզի քեզ լավ ուտեմ։ Գալի ու մեզ սպանի։ Այնքան ասած 300,000 ադրբեջանցիների պերոյ պատոկները ուզում եմ ասեմ։ Արդեն Հայաստան մտել են, ինչ-որ չափագրումներ են անում, ԵՊՀ-ում ինչ-որ կոնֆերանս է լինելու, իբր իսլամի մասին, բայց դրա տակ ինչ-որ ադրբեջանցիներ գալու են, Ադրբեջանի ինչ-որ մշակույթից, պատմությունից խոսան, Ադրբեջանը իսլամի հետ որևէ կապ չունի։ Իսլամի մասին թե ուզում են խոսան, ԵՊՀ-ում կա արևելագիտության ֆակուլտետ, բարի թող լինեն, իրանցիներ, արաբներ, բերեն համապատասխան երկրներ, որտեղ իսլամական մտքի փայլուն դպրոցներ են ստեղծվել եւ այլն, դրանց մասին թող խոսվի։ Ուզում եմ ասեմ, իմ երկիրը հունիսի 7-ի ձեր մեզ ոչ բարեկրթորեն դավաճանելու հետևանքով ստացվել է, որ թուրքերը մտել են իմ երկիր արդեն։ Դու ինձ ասում ես, որ քեզ պետքա ձայն տրվի, որպեսզի թուրքերը չմտնեն երկիր։ Դու քո 5-րդ կետը պատրում ես եթերով, կոկոլին սխկցնելով դիբատների ժամանակ, որ դու հեսա իրան գնա գալիս եմ, ես ինչ ես անելու։ Կարամ հասկանամ հունիսի 7-ին քո ու հոպարիդ հետ, ով ինչ է խոսացել, որ ժամին ինչի մասին, որ դուք ա ժողովրդին փողոց չեք անել, բ քարոզել եք, որ փողոց դուրս գալը սխալ է, գ եկել եք, այսինքն ոչ լեգիտիմ եւ կաթողիկոսի կողմից չորհանված ազգային ժողովում վեր եք ընկել ու սպասում եք, որ հայրենասեր падգամավորների դեմ այս անասունները հարձակում չեն անելու։ Մհեր Սահակյանին գիտես, Նարեկ Կարապետյան։ Հարցրու Հայաստան դաշինքի ծախված ու ձայնագող ու մանդատագող քաձերից եւ քաձուհիներից, ով էր Մհեր Սահակյանը, ինչ արեց ու ինչպես ու ով կերավ իր գլուխը։ Դու ինչ բարեկրթությունից ես խոսում, իմ երկիրը հանձնողից, այսինքն իմ երկիրը, որ ադրբեջանցի է այս պահի դրությամբ թողել։ Ինքը բարեկիրթ է, որ դու իր հանդեպ ուզում ես բարեկիրթ գտնվես։ Հանցագործի տեղը բանտն է, հիմա կամ դու կարաս այդ հանցագործներին բանտ նստացնես, կամ եթե դու թուլացել ես ու հաճույք ես ստանում, դա արա քո անունից։
Ասա որ քեզ հաճելի է ԿՊ-ն, քեզ հաճելի են թուրքերը, ադրբեջանցիները, հող հանձնելու մեջ որևէ խնդիր չես տեսնում։ Արանգընթաց դեպի Հայաստան սրացող կոտորածի շքերթը քեզ որևէ կերպ չի խանգարում։ Քեզ սա օքեյ է։ Նստեք Նիկոլի հետ ծափիկ Սիրիանիկ խաղացեք, ուզում ասեմ ինչ Հայջը քեզ տանում, տղա ջան, ինչի ես այդպես ձև տալի եմ, վայ, չեմ ուզում, բան սենց ինչ-որ, լավ էլ ուզում ես, լավ էլ քեզ կայֆ է տվել։ Ու ասեմ, ինչ եք պլանավորում անել, գնալու եք այտենց նստեք, քանի ամիս է այտենց տևելու, պատերազմ է գալիս երկիր։ Ինչ ես պլանավորում որպես քայջ ընդդիմադի, բարեկիրթ, մեզ բարեկրթությունից սովորեցնող, ընտրվածությունից սովորեցնող, դասախոսություն կարդացող, գյադա։ Ինչ ես պատրաստել իմ համար որպես ընտրողի, где твой գաղտնի պլան, ուր է գաղտնի պլանդ, ինչ պլան է, այն Ամստերդամն է, բերը թե Ռոտերդամն է, ուր դու պլան է, տղա ջան, մատ իմանամ էլի, ուր դու ցա եկե, որտեվ իրանք երկուսն են սիոնիստներից են, որ հիմա ինչ կա չկա սաղ առնում իրանց տակ են լցում բան, անտիխրիստի բերեմ բան, կոկոլը կառավարության ծրագիր է բերելու, չէ, որ դուք քվեարկեք, այսօր իրանք Էդգարի վրա գազ են տալիս, որովհետև Էդգարը պրոբլեմ է ստեղծելու, որովհետև Էդգարը հասկանում է ամբողջ իրավական նրբությունները ու շատ լավ գիտի որպես իմպիչմենտ նախաձեռնած գործիչ, որ կառավարության ծրագրի մեջ գրվածը այն ծավալը չի արտացոլում, ինչը իրականում կատարում է ոչրագործը, այսինքն նա ավելին է հանձնում, ավելի մեծ քանակի մարդկանց է սպանում եւ տնավերանում, ավելի մեծ թալան է անում, քան այն ինչ որ նախատեսված եւ թույլատրված է արդեն իսկ հանցավոր եւ պետության սուվերենության դեմ եւ սահմանադրության դեմ գնացող կառավարության ծրագրում։ Իրենք հիմա Էդգարին թիրախավորել են, որովհետև այդպիսի մարդկանց պետք է հեռացնեն արենայից, որ դուք իրար հետ հանգիստ վեր ընկնեք եւ Հայաստանը հանձնեք։ Ու որ դուք կառավարության ծրագրի քվեարկումը հանկարծ տաբատիտ մեջ մի զույգ այն բանից չաճացնես, այն որ քո քազնը գիտի, այն որ սեքսի նախարարությունում բաժանում են։ Ու հանկարծ այդ կառավարության ծրագրի ընդունումը խոչընդոտ որը քո պատգամավորական պարտականություններից է բխում։ Էդգարին եթե հարցնես ու ինքը պատկերացնի մի պահ, որ ինքը ոչ թե ձեր խմբակցության անդամ է ու կուսակցության անդամ, այլ նորմալ անկախ հասարակական գործիչ, ինքը քեզ կբացատրի, որ դու որպես պատգամավոր արդեն իսկ նման կառավարության ծրագիրը պարտավոր ես չընդունել։ Դու պարտավոր ես քաղաքական ճգնաժամ ստեղծել, հանրությանը տեղեկացնել այդ ծրագրի տարերայնության մասին, աղետաբերության մասին, որն ինքն իրեն բխեցնում է քո կողմից պարտականություններ, գործողություններ նախաձեռնելու պարտականություններ։ Այն ինչից չունի Գրիգորյան Աննան, Գրիգորյան Աննային WhatsApp-ով մեսիջ ուղարկող տերը, Ագնեսիկը, այն մնացած իկերն ու շիկերը, իրանք չունեն դրանից։ Իրանք պետքա իմպիչմենտ անեն, չարեցին, դուք եկաք ընկաք մեյդան, մի պահ սաղով պարկեցին ձեր տակը, ումից կարեք հաճույք ստանաք մինչև հիմա պահում եք, ումից այդքան էլ չբավարարվեցիք, հետ ուղարկեցիք իրանց տիրոջ տուն։ Դարձի են եկել երեխեք հտենց, ոնց հղի մնացել են ձեզնից բան, տես նստացեք հիմա սաղը տիրար են։ Բոլորիդ համար, անգամ այդ ԿՊ անասունների համար, բխում են պարտականություններ կառավարության ծրագիրը տապալելու, դա ձեր պարտականությունն է։ Ու քանի որ մեր ձայներով եք այդտեղ վեր ընկած, դուք պետքա մեզ կոչ անեք դուրս գալ փողոց։ Դուք պետքա եկեղեցու հետ միասին, ձեռքի բռնած, բոլորով միասին հիմա մենք դուրս գանք։ Այն որ դու մտածում ես, որ ռուսները հեսա սանկցիա կող կանեն հայ ժողովրդին կսովածանա, կանոթենա, կտգլորանա հայ ժողովուրդը, հայ ազգը։ Տարածքները թուրքերը կվերցնեն այդ ընթացքը, այդտենց չի լինելու, որ մենակ սոված նստեք։ Թուրքն էլ առաջ է գալու։ Այն որ կարդում ենք Սարդարապատի ճակատամարտից առաջ, թշնամին եկել հասել էր Երևանի դարպասներին։ Այդտենց Երևանում սոված նստած է կլնելու, սաղ ազգ այսպես մանրից, այն յանից Թուրքիան, այս յանից Ադրբեջանից գալու են, սաղով գնաք, հավաքվեք, այս բրջվեք Երևան։ Իմենը բրջվեք, որովհետև կարելի է այսօր օրինակ դուրս գալ անասունի հարցերը լուծել, բրջվելու կարիք չի լինի։ Կբրջվեն ԿՊ-ականները ոչխարի հոտի պես բանտում, որտեղ իրանց տեղն է։ Ինչի չես անում տղա ջան, որտեղ ՀՀԿ-ի հետ համագործակցելով պետք է անես, բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ պետք է կազմակերպված գործողություններ անես։
Իսկ էդի ձեզի պալոշ չի, որտեղ հոպարը տելա որոշել, որ այս երկրի միակ տղամարդը ինքն է, առանց ինձ ոչ մեկ չկար իշխանափոխություն անի, չէ, ձեծ, առանց մեզ դու ոչ մի բան չես կարա անես։ Մենք ենք ժողովուրդը։ Մենք քո կյանքի ամենամեծ բարերարներն ենք, քո որպես քաղաքական գործչի։ Բարերարությունը մենակ փողով չի արտահայտվում։ Արտահայտվում է ազնիվ եւ անկեղծ կամ արտահայտության, որը օրհնված է, երբ որ ժողովրդից է գալիս։ Ով որ ժողովրդից այդ Աստծո կողմից օրհնված նվերը ստանում է, բայց դարձնում է, ոնց որ Քոչարյանը իր համար է դարձրել քաղաքական կապիտալ, չանին ընկավ, ստիպված Ծառուկյան Գագոյի ձեները գողացավ։ Չստացավ ոչ մի բան։ Ով որ դա վերցնում է ու դավաճանում է, սովորաբար ինքն է մեղավոր, ոչ իր գործն է մեղավոր, ոչ թե զոհը ով վստահեց, դիմացինի խոսքերին, գործերին, տեղ տվեց եւ այլն, այլ նա ով ոչրագործություն գործեց իր ստացած բարության դիմաց։ Մենք ենք քեզ բարերարություն անում։ Դավայցե ժողովրդին հանեք փողոց եւ կասեցրեք կառավարության ծրագրի անցկացումը քաղաքական ճգնաժամ ստեղծելով, ձեր միլիարդ ծլիարդները օգտագործելով որպեսի փողոցները փակվեն, անասունի փակենք, ռադանենք, ու դուք սաղ ձյաձերով իրար հետ համագործակցեք, բոլորով միասին եկեղեցու կողքը կանգնեք, եւ միասին եկեք իտոք տվեք։ Այտենց է լինում։ Ճիշտ ձևը դա է։ Ժողովրդի հետ միասին, ժողովրդին առաջնորդ է պետք, բոլորով միասին եկեք այդ գործը գլուխ բերեք։ Եթե չես անելու, կարաս ես անասուն ելույթները չունենաս, կարաս չասես, որ դու ինչ-որ բարեկրթության հետ կապ ունեցող ինչ-որ բան ես ներկայացնում քեզնից։ No, you're not. You are a zero. Երբ որ դու չարագործ, ոչրագործ, ցեղասպանի իշխանությունը ընդունում ես, իսկ քրիստոնյան չի կարա նման իշխանություն ընդունի։ Տեմ բոլե որ այդ չարագործը եկեղեցու դեմ է արշավ կատարում, որ դու կաթողիկոսի Աստծո անունը դարձրել եք բերրի ծամոն ինչ-որ ազգային ժողովում։ Ամեն օր դուք հասկանում եք ինչ մեղք եք գործում, ինչ բարեկրթությունից ես խոսում, տղա ջան։ Այդի ոնց որ ասենք Միքայել հրեշտակապետը իշնի դժոխք, ասին Լուցիֆեր մա տարիստը բարեկրթությունից բան եմ ուզում հետդ խոսամ, հա դուք դժոխք եք, մենք դրախտ ենք, բայց են որ գիտես իշ կախպրես, արի դավայ օբշի բարեկրթություն անենք, օբշի գիտե մարդկանց համար մեր զավակներն են, մեր ժողովուրդն է, մարդկանց համար այտենց բան ատմոսֆերա էլի տենց ապահով, այնպես լավ չի, որ ասենց դուք դժոխք կանեց բան, մենք ասենց հրեշտակապետներ թերով ձեզ սպանում ենք, հետո գեղեցիկ երգեր ենք այդ մասին, երգում շարականներ ենք պատրաստում, ինչ որ պատարագներ եւ այլն։ Ախպեր մի քիչ այտենց փորձենք մեր երգերի նոտաները այտենց բռնցնենք էլի, այտենց ինչ կա դրա մեջ, ասենք թե համապատասխան։ Դու ինչ որ այտենց նորմալ քաղաքակիրթ պայմաններում իբրև թե ժողովրդավարական ընտրություններով ստեղծված ինչ որ լեգիտիմ ազգային ժողովում ես, որից բարեկրթությունից ես խոսում, դու ամենաանբարեկիրթ, վախկոտ, ու չգիտեմ արդեն ծախված ես, չես ծախված, ինչ ես, բայց արդեն այն ինչ որ դու անում ես, ծախվածության նշան է։ Դու եկել ես սատանի մայլեն, քանդրբազություն ես անում։ Փողոցները փակելու եք, գործադուլ ստեղծելու եք, գործադուլի պայմաններ, պատրաստ եք դրա պատասխանատվությունը վերցնեք, թե հոպարը նստելու է Ռուսաստանից կամ Ամերիկայից եսին, որ Գյորլամիշից մի հատ չոր զանգ սպասի, ալամազնը նստի իր այդ սպասի, ինքն էլ ասի, առածից ոչ մեկ չի կարող իշխանափոխություն կամ էլ մեկը, ես Հայաստանի միակ տղամարդն եմ, իցի նախույերա, դե արի միասը։ Ձեր տղամարդկության խնդիրները ձեր կնանոնց հետ մի հատ բացահայտեք, էլի, առանց ձեզ իրանք կարան ինչ-որ բան անեն, չեն կարա ինչ-որ բան անեն, ձեր ներընտանեկան հարցերն է։ Не проецируйте это на всю нацию, էլի, դա չի աշխատում էդի։ Այդ նացիայի մեջ լիքը տղամարդիկ կան, լիքը կանայք կան, լիքը տենց խելացի բան, ինչպես չկա։ Ումից որ ձեն եք ստացել։ Այդ մարդկանց ձայնի արտահայտիչն եք դուք։ Դուք մեր անտենաներն եք, էլի, չի կարա անտենան ինձ ասի, ես որ կանալը պետք է նայեմ, ես եմ չեմ որոշում որ կանալը, ու դու որ փորձում ես այդ կանալը փոխես կամ ինչ-որ դզմզս անում, ես գալի խոսքս խփում եմ, շուռ եմ տալի, կախում եմ, ծռում եմ, extension-ներ եմ դնում, այսպես լոշում եմ, այսպես բան չէ, դա դու իմ ձեռն է, դու իմ ձեռի անտենան ես, տղա ջան։ Դուք ներկայացուցչական մարմին եք, раз вы решили, что вы играете в демократию, вы живете в демократии, у вас демократичное, демократическое национальное собрание, значит, значит, дукандер представляете нас.
Էտա ժողովրդավարությունը, չես կարա ըստեղ խաղաս, անդե չխաղաս։ You represent us, you represent me. I don't represent you. Դու ինձ պետք է համապատասխանես։ Ոչ թե ես քեզ, դու ինձ պետք է համապատասխանես իմ ստանդարտին, ես իմ ձենով քեզ ստանդարտ եմ տվել։ Գոստ եմ տվել տղա ջան։ Այդ գոստը կոչվում է իշխանափոխություն, նախույ կոկոլին պասլատանել առանց սպասելու ես իմում զանգերին, այդ զանգերին սպասելու որոշ մարդիկ Բաքվի բանտում են հիմա նստած։ Դուք էլ գեղեցիկ ձևով Անկարայի բանտում կնստեք։ Ոնց որ բանը Օջալանն է նստած։ Երեկ յանամ Թուրքիայի պարլամենտը համաներում է անցկացրել քուրդ զինյալների հանդեպ, որտեղ իրանք էլ պետություն ոչ մի չեն ուզում, ոչ մի բան։ Իրանք ուզում են խելոք, հանգիստ, համեստ, թրքական պետության քաղաքացի են ուզում լինեն։ Գնալու եք նստեք ժողովրդին գա կոտորեն, այ հայվաններ։ Ինչ բարեկրթությունից ես խոսում։ Բարեկիրթ։ Բարեկրթությունից խոսալուց առաջ մտ նստի մեդիտացիա արա, մտ հասկացեք բառը ինչ է նշանակում։ Խորքով, երկայնքով, իրեն ամեն ինչով։ Ու այսրանց ֆան կլուբն էլ, հերիքա, ամեն գյադի բերեք, ասեք դե դեր նորին, դե մի հատ էլի փորձի, ելի միսի մենե, ով անոր, Քոչարյանը, դե Սամվել Կարապետյանը, ով անոր արա, իրանց գյադեքը չեն, ես լագոտ լուգոտը չեն, դուք չեք խզղնում արա դրանց ընտրարշավի, քարոզ արշավի ժամանակ, ոնց խզղանել եք, գնացեք դեմները դրեք, հենց հիմա հնարավորություն կա կառավարության ծրագիրը փոխելով, կառավարության ծրագրի օգտին չքվեարկելով, ստեղծել քաղաքական ճգնաժամ, ըստ որի ազգային ժողովը համարվում է չգումարված, ըստ որի հելնում ենք ազգով անասունին տանում նստեցնում ենք, թուրքը չի գալիս։ Չի գալու թուրքը։ Այ եթե չփոխեք այս անասունին, գալու է ու գալիս է ու վրեքներդ կայֆավատ ալնում ու իրան հետաքրքիր չի օգոստոսա շոքա ինքը կայֆավատ լնում է այս մի շաբաթվա մեջ այսքան բան է եղել ու գնալով ամեն շաբաթ թուրքական բաները որ պատահելու են Հայաստան երկրին շատ են լինելու Անց դու ստատուս գրելու ժամանակ չեք ունենալու վիդեո անելու ժամանակ չեք ունենալու այդ որտեղ լայք էշ ստատուսներ է թուրքը տեսակն է ասած սա Ալիևը ասել է ախպեր ջան ասել է փողոց հրապարակ չունես Ինչ ես ինձ պատմում Facebook-ում, ես էլ եմ այդ բաները կարդում։ Հելեք պահանջեք ձեր պատգամավորներից, թող փողոց անեն ձեզ։ Հա? Բարեկիրթ Նարեկ Կարապետյան, այդքան կաս բարեկիրթ ՀՀԿ-ի հետ, բարեկիրթ հեռախոսը զանգ ունենաս, բարեկրթաբար սաղովը թելնեք այդ փողոցը գեներացնեք։ Դե հոպարն ասել է չէ, սպասի, բալե սպասի հեռախոսի կողքը նստել եմ։ Ատեսով զանգեն պատվիրե Մոսկվա, չգիտեմ եվ հետ կզանգեն։ Հա? Այդ է քո բարեկրթությունը։ No, այդ նշանակում է դու ստրկամիտ ես։ Ինձ շատ հետաքրքիր է, ինչ է լինելու այդ ձեր խոսակցության ժամանակ ու հետո մենք ինչ ենք տեսնելու այս կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ինչ քվեարկություն ենք տեսնելու։ Պետք է նայենք տեսնենք որ падգամավորին են թիրախավորում, իր պարամետրերով են թիրախավորում, որտեվ այսօր ոչ մի պովոդ էլ չկար, ոչ մի պովոդ Էդգար Ղազարյանին չէր տվել, абսոլютно։ Zero Անառիթ հելան թափան վրան Էսը հելով պեչատեց Նարեկը Կարապետյան տիպը հա բան ախպերես դե գիտես այդպես բան չպտուլ նոց մոմենտներ В общем Կարապետյան Նարեկ քթիկ ես ես կյանքում ու մի հատ իմացի մեզ խաբար արա տղա ջան այդ գախնի պլանը ունես թե չունես դե գախնի պլանը նշանակում է Հայաստանը հանձնել այնպես որ հայերը չիմանան I have news for you Գիտենք, որ հանձնում են, հանձնողներն է գիտենք, ու դու էսենց որ գնում ես, դու այդ սպիսկի մեջ ես, ոնց է Քոչարյանը այդ սպիսկի մեջ, Արցախ հանձնողները, սա այդ սպիսկի մեջ են, դու էլ ես մեջը, ով էլ ընդդիմադիր իրանց այդ կումիրներին, որ տենց բան եմ ասում, տենց վատանում եք, դուք էլ գնացեք, կյանքում ձեզ գտեք, ու մի հատ իմացեք, ձեր կումիրն է կարևոր, թե Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքները, գտեք ձեզ այս կյանքում